Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, նոա ֆուտբոլային ակումբի մարշական փոփոխությունը արդյոք թիմին ռիթմից կգցի Եվրագավաթային մեկնարկից առաջ։ 2024-25 թվականների մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո մարշչական անսպասելի փոփոխություն տեղի ունեցավ Հայաստանի չեմպիոն Նոայում։ Ռուի Մոտան հեռացավ, ինչ-որ առումով սկանդալով նրան փոխարինեց Սանդրո Պերկովիչը, խորվատ մասնագետը, եւ նա անմիջապես պետք է մեկնարկ վերցնի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Կարծում եմ աշխատանքային գործընթացում ամենացավալի փոփոխությունը հենց մարշչական փոփոխությունն է եւ անմիջապես ներգրավել աշխատանքին, այն էլ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում սկսելով բարդ է լինելու։ Չեմ ասում, թե Նոան չի կարող անցնել նույն փայլուն ճանապարհը, ինչ նախորդ խաղարկությունում, բայց սկսել դժվար կլինի եւ չի կարող մարշչական փոփոխությունը չանդրադառնալ թիմում տիրող մթնոլորտի եւ հոգեբանության վրա։ Ամեն դեպքում հաջողություն Նոային մաղթենք նոր գլխավոր մարշչի ղեկավարությամբ եւ տեսնենք ինչպիսին կլինի ելույթն այս անգամ։ Ողջույն Արմեն։ Ողջույն Էդվարդ։ Չկա չարիք առանց բարիքի։ Իրականում բարդ է ասել մարշչական այս փոփոխությունը Նոայի խաղերի վրա ինչպիսի ազդեցություն կունենա, բայց մի բան փաստ է, որ պետք է հեռանա Ռուի Մոտան, երբ հետ հայացք ենք նետում։ Այսպիսի մոտեցում ընդհանրապես ընդունելի չէ։ Չեմ ուզում խոսել Ռուի Մոտայի որոշման մասին, այստեղ կարևոր է թե ինչ կլինի Պերկովիչի Նոա գալուց հետո։ Իրականում այստեղ կարևոր է, որ Նոան ուսումնամարզական հավաքի համար ընտրել հենց Ավստրիան։ Նախկինում հայկական թիմերը ուսումնամարզական հավաքներ անցկացնում էին Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, Վրաստանում եւ այնտեղ ուժեղ մրցակիցների հանդիպել բարդ էր, իսկ Նոան Ավստրիայում կկարողանա միանշանակ գտնել ուժեղ մրցակիցների եւ նրանց հետ խաղերում որոշակի բալանսի կկարողանա թիմը բերել։ Պերկովիչը մարզիչ ֆուտբոլիստ ծանոթությունը կայանա եւ նրանք կարծում եմ շատ արագ կարողանան միմյանց խաղադաշտում հասկանալ։ Պետք է հիշել նաեւ, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Ինարեխոսին փոխարինեց հենց Մոտան եւ կարողացավ բավականին լավ հատված անցկացնել։ Այո, այնինչ ասում ես, իրականություն է, նախորդ խաղարկությունից առաջ էլ մարշչական փոփոխություն եղավ, ուղղակի մի տեսակ մեկ օրգանիզմ էին դարձել Ռուի Մոտան եւ Նոան եւ տպավորություն էր, որ թիմի հաջող ելույթների մեծ չափաբաժին պորտուգալացի մասնագետի շնորհիվ էր, որովհետև նա ընկել էր իր տեղը, Նոան գտել էր իր մարշչին եւ ամեն ինչ սահուն ընթանում էր։ Բացառենք իհարկե Մոտայի բարդ բնավորությունը, որը դրսևորվեց ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Իսկ տպավորություն էր, որ գտել էին մարզիչն ու ֆուտբոլիստները իրականում տպավորություն էր դա, որովհետև չգիտեմ արժե խոսել այդ թեմայի մասին, թե ոչ Մոտայի գնալու, այստեղ մարզիչը ճիշտ էր, թե ոչ, արժեր գնալ, թե ոչ, եթե գնաց, ուրեմն իրոք տպավորություն էր, այդտեղ չկար թիմ միասնականություն եւ շոկ էր, կարծում ոչ միայն Նոայի ղեկավարության, աշխատակիցների, ֆուտբոլիստների, երկրպագուների համար, դա ֆուտբոլային հանրության համար անսպասելի որոշում էր, որովհետև ոչինչ չէր խոսում առաջարկը Միլանից չէր օրինակ։ Այո, առաջարկը Միլանից չէր, Լյուդո Գորեցից էր, որը փոխարինել Նոայով խելամիտ չէր իմ կարծիքով, առավել եւս հաշվի առնելով, որ Նոան այս պայից այնինչ կառուցում է Ռուի Մոտայի խորհրդով, նրան հարմարվելով նրա համար շատ բաներ եւ հանկարծ նա որոշում է այսպես փոխել առաջնությունը, չգիտեմ իրականում ներքին ինչ հարցեր են եղել, բայց դա արդեն պատմություն է, հիմա Մոտայի հեռանալը այդքան չէ մտահոգում մեզ, որքան Պերկովիչի ինտեգրվելը թիմին, որքանով անցավ կլինի, Մոտայի դեպքում ստացվեց։ Արագ ստացվեց, հեշտ ստացվեց։ Հիմա փաստ չէ, որ խորվատ մասնագետի դեպքում էլ այդպես կլինի։ Միակ մտավախությունն այն է, որ
Նախ նույն առաջին անգամ է Չեմպիոնների լիգայում խաղալու, Չեմպիոնների լիգայի խաղարկությունից սկսելու եւ անպայման պետք է մեկ փուլ անցնել։ Ու հենց այդ փուլում նոր մարզիչ է գալիս։ Պաշտոնական առաջին խաղը հենց այդ փուլի շրջանակում է լինում։ Ես բացման խոսքում շեշտեցի, որ նոան կարողանա ուժեղ մրցակիցներ գտնել Ավստրիայում, միգուցե այս շրջանում ընկերական խաղերի միջոցով թիմը կարողանա հասկանալ ինչ է ուզում խորվաթ մասնագետը։ Իրականում, երբ նայում ենք, թե նրա գլխավորած նախկին թիմերը ինչպես են խաղացել, գրեթե նույն խաղավորն է նախընտրում, ինչ մոտան, եւ կարևոր է այստեղ, որ բավականին փորձառու դժվարությունների միջով անցած ու լավ ֆուտբոլիստներ են, այսպես ասենք, այսինքն նրանց ինչ որ բան հասցնելը հեշտ կլինի, թե ինչ կանով կկարողանան լեզու գտնել, դա էլ է հարցական, բայց նախկինում եղած փորձը ցույց է տալիս, որ ֆուտբոլիստներն անընդհատ դրական են խոսել այդ մասնագետի մասին։ Պերկովիչ Նոա համագործակցության օգտին կարող է կարծում խոսել նոր տրանսֆերների արկայությունը, եթե շատ նոր ֆուտբոլիստներ գան, դժվար շատ նոր ֆուտբոլիստներ։ Ես ասում եմ, եթե գան, դա կլիներ մոտավորապես նույնը, ինչ մոտայի մնալու պարագայում, այսինքն նոր ֆուտբոլիստների հետ ծանոթանալու խնդիր կլիներ։ Իսկ եթե մնա թիմը նույնը, հիմնական կազմը մնա նույնը, այստեղ արդեն մոտայով ավելի հեշտ ընթացք կստանաս, իսկ Պերկովիչի հետ կարող է ավելի բարդ լինել։ Բնականաբար խնդիրներ կլինեն եւ պետք է հուսալ, որ այդ խնդիրները շատ արագ կհարթի մարզիչը, որովհետեւ մարզիչ ֆուտբոլիստ հարաբերություններում ամենակարևորը մինչև խաղադաշտ հասնելը, որ նրանք կարողանան հանդերձանում իրար հասկանալ, մթնոլորտը կարողանա կարգավորել շատ արագ, որովհետև մոտան իր մարզչական շտաբով բավականին լավ, այսպես ամուր թիմ էր ստեղծել բարի նաև փոխաբերական իմաստով եւ ոչ թե տպավորություն էլ իրականում այդպես է նաև ամբողջ ակումբներ պաշտպանում մարզչին, մարզչական շտաբին, երբ ինչ-որ կոնֆլիկտներ էին լինում, անմիջապես բոլորը մեկը մյուսին պաշտպանում։ Հիմա շատ կարևոր է հասկանալ այս ֆուտբոլիստներից ովքեր են մոտայի ֆուտբոլիստները, ովքեր են նոայի ֆուտբոլիստները, չէ՞, լինում է այդպիսի երևույթ եւ կոնկրետ մարզչին նվիրված ֆուտբոլիստներ են, եթե մարզչը գնում է, նրանք էլ են ցանկանում գնալ կամ իրենց կարգավիճակ օրինակ փոխել ակումբում, չգիտեմ, ավելի մեծ հեղինակություն վայելել եւ այլն եւ այլն։ Դեպ ինչու է շրջանցում այդ թեման այդպես, որ չեն լինի շատ տրանսֆերներ, կարծում եմ Նոան կունենա հավակնություններ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ հրավիրելու, որպեսզի զարգացնի այն հաջողությունը, որը գրանցեց նախորդ։ Ես համաձայն եմ, որ կլինեն տրանսֆերներ եւ շատ ուժեղ ֆուտբոլիստ, ավելի ուժեղ ֆուտբոլիստներ կգան, բայց կազմում լուրջ փոփոխություններ չեմ ակնկալում։ 2-3 դիրք կարելի է այսպես ռոտացիոն գործողությունների համար ուժեղացնել, բայց որ նշեմ ինչ որ կետ, որը շատ թույլ է այս պայն Նոայում եւ պետք է շատ ուժեղացնել, անկեղծ ասած։ Այո, խորհրդություն է պետք կազմի, որովհետեւ արդեն որոշակի փորձ ունի Նոան, տես անցած խաղարկությունում շատ երկար գնաց, անսպասելի երկար ճանապարհ անցավ նաեւ իր համար, Սանգարեին կորցրեց եւ ամբողջ մրցաշրջանի ընթացքում օրինակ Տորարիսոնը վերադարձավ իհարկե հետո, բայց այդպիսի երևույթներից պետք է ապահովագրվել եւ ունենալ ավելի երկար պայստայինների նստարան եւ այդ պարագայում Նոան նաեւ առաջնությունում դանդաղ չի սկսի թեև եթե տարբերությունը սա մեր արդեն նախորդ թեմաներից մեկն է, եթե տարբերությունը շատ մեծ լինի, կարող է նաև որոշակի չափով առաջ թողնել մրցակիցները։ Ես ինչու եմ կարծում, որ Պերկովիչի հետ էլ հեշտ կլինի, որովհետև Ռուի Մոտայի մարզչական փայլուն գիտելիքներ ես որպես այդպիսին չեմ ուզում ասել չեմ տեսել, բայց նա չի եղել միտեղ, որտեղ կարողանա իրեն ամբողջությամբ ցույց տալ։ Հայաստանի առաջնությունում նոան մեկ գլուխ առնվազն մեկ գլուխ ուժեղ էր բոլորից, պետք է հաղթեր առաջնությունների լիգայի խաղարկությունում էլ հո ինչ որ բան ապացուցեց։ Ինչ որ բան ապացուցեց, այո, բայց ոչ համաձայն եմ, սա ամենաթույլ Եվրոգավաթն է, բայց ամեն դեպքում մենք էլ ամենաուժեղ առաջնություններից չենք։ Դրա համար կոնֆերենցիայի լիգայում այդ ճանապարհը տպավորիչ է։ Մենք ամեն դեպքում կհետևենք մոտային Լյուդոգորեցում, չգիտեմ այնտեղ ինչ կլինի, բայց այնտեղ ինձ թվում է արդեն նա կարողանա իրեն ցույց տալ։ Շատ հետաքրքիր է իհարկե այդ փաստը, որ եւ Նոան եւ Լյուդոգորեցը Չեմպիոնների լիգայից են սկսում եւ ով կամ այդ մրցաշարով կամ ավելի ցածր մրցաշարով ավելի երկար առաջ կգնա, նա էլ ճիշտ երևի դուրս կգա։ Ինչ են կարծում մեր փորձագետները, ամեն դեպքում կարծում եմ որոշակի խնդիրներ մեկնարկում Պերկովիչի աշխատանքի լինելու են, ինչ են ասում նրանք։ Կարծում եմ, որ ռիթմից չի գցի, ուղղակի այստեղ խնդիրն այն է, թե ինչ խնդիրների կբախվի նորանշանակ մարզիչը Սանդրո Պերկովիչը, որովհետև առաջին օֆիցիալ հանդիպում հենց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղն է,
Խնդիրն այն է, թե որքանով նա կկարողանա իր մտահղացումները հաղորդել ֆուտբոլիստներին եւ ինչ կստանա դրանից։ Չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ փոփոխություններ կլինեն ակումբում, որովհետեւ անկախ մարզչի հեռանալուց ակումբը ունի հստակ նախագիծ, հստակ հեռանկարներ եւ տեսլական, որը չեմ կարծում, որ կընդհատվի ինչ-որ մի սխեմայի փոփոխության պատճառով։ Դժվար կլինի սկզբնական շրջանում առաջիկա խաղերի ընթացքում, բայց պրոստայում, որ նորան մեծ խնդիրներ չի ունենա։ Չեմպիոնների լիգայում մեկնարկից առաջ այս փոփոխությունը այնքան էլ ցանկալի չէ, քանի որ թիմը առայժմ գտնվում է կայացման եւ կառուցման փուլում եւ հիմա ժամանակ այնքան էլ չկա, որպեսզի լիարժեք պատրաստվեն այս կարևոր փուլին։ Նոր մարզիչը իրենից ենթադրում է նոր փիլիսոփայություն, նաեւ նոր ֆուտբոլիստների ներգրավում, իսկ դրա համար ամեն դեպքում ժամանակ է հարկավոր։ Ռաունդ երկրորդ։ Արդարացված է թե ոչ ԲԿՄ-ի ու երիտասարդական հավաքականի միևնույն մարզիչն ունենալու հանգամանքը։ Արդեն ավանդույթ է դառնում, որ ԲԿՄ-ի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը նույնն է՝ Ռաֆայել Նազարյանից հետո Արմեն Գյուլբուդաղյանց, եւ ես այստեղ շատ լուրջ խնդիր չեմ տեսնում։ Իրականում շատերը կարծում են, որ երբ ԲԿՄ-ի մարզիչը մարզում է նաեւ երիտասարդական հավաքականը եւ ԲԿՄ-ում խաղում են երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք հիմնականում համալրում են այդ հավաքականը, այդ ժամանակ երիտասարդականը գլխավորելիս մարզիչը երբ երկընտրանքի առջև կանգնի կընտրի ԲԿՄ-ի ֆուտբոլիստին։ Իրականում չեմ կարծում, որ ինչ-որ մարզիչ իր թշնամին է եւ եթե ավելի ուժեղ ֆուտբոլիստ ունենա, նա չի խաղացնի մեկնարկային կազմում կամ չի ընդգրկի հայտարարությունում։ Այստեղ նաեւ կարեւոր է, եթե գրեթե հավասարազոր ֆուտբոլիստներ լինեն, նորմալ է, որ ԲԿՄ-ի եւ երիտասարդականի մարզիչը նախընտրությունը տա ԲԿՄ-ի ֆուտբոլիստին, որովհետեւ այնտեղ խաղացվածության խնդիր չկա, մարզիչը խաղում է նույն սխեմայով եւ նույն մարտահորությամբ, ինչ երիտասարդականում եւ ճիշտ է արդյունքները գոհացուցիչ չեն, բայց սխեմայի ու խաղի տեսանկյունից կարևոր են։ Այս հարցում ես խնդիր տեսնում եմ ու այստեղ ամերևին հարցը հենց երիտասարդական հավաքականն ու ԲԿՄ ակումբը չեն։ Նույնիսկ եթե ազգային հավաքականի գլխավոր մարզիչը գլխավորի որևէ ակումբ, Պրեմիեր լիգայի որևէ ակումբ, ես այդտեղ նույն խնդիրը կտեսնեմ, որովհետև այո, երբ կա ընտրության հնարավորություն, մարզիչը ակամայից նախապատվությունը տալիս այն ֆուտբոլիստին, որի հետ նա ամեն օր աշխատում է։ Երևի մարզչական տեսանկյունից սա նորմալ երևույթ է, բայց ֆուտբոլի համար, մեր ֆուտբոլի համար, ֆուտբոլային հանրության համար կարծում եմ բացասական է։ Արմեն Գյուլբուդաղյանցը իհարկե գիտի բոլոր ֆուտբոլիստերին, տեխնացուներին, երիտասարդական հավաքականի, բայց զուգադիպություն է թե ոչ, մեծամասնությունը ԲԿՄ-ից է, ԲԿՄ-ն արդեն 4-5 ֆուտբոլիստի գործողում է միևնույն ժամանակ ազգային հավաքական, իսկ սա այն խնդիր է, որի մասին ես վաղուց խոսում էի։ ԲԿՄ-ի ֆուտբոլիստներին շատ են տալիս նախապատվություն եւ առավելություն, իսկ մյուս ակումբների խաղացողները դրանից միայն ու միայն տուժում են։ Դե եթե այսքանն ասում ես, պետք է նաև ասես ֆուտբոլիստների, որոնք արժանի են երիտասարդական հավաքական հրավիրվելուն եւ չեն հրավիրվում։ Իմ ընտրությունը այստեղ ըստ էության էական չէ, որովհետեւ ես կարող եմ տեսնել մի բան, մարզիչը տեսնել ավելի շատ բան ու այլ բան ու նա ճիշտ լինի, բայց զրուցել եմ այս ամբողջ ընթացքում առնվազն 3-4 ակումբների ներկայացուցիչների հետ եւ նրանք անընդհատ իրենց ակումբներից անուններ տալիս են, ֆուտբոլիստների տեխնացուներ տալիս են, որոնք խաղաժամանակ չեն ստանում, այդ թվում ԲԿՄ-ում վարձավճարով հանդես գալու ժամանակ, հետեւաբար իրենց ակումբը ներկայացված չի լինում երիտասարդական հավաքականում։ Միգուցե այդ անունները մեզ հիմա ոչինչ չասեն, լայն շրջանակի ոչինչ չասեն, բայց երևույթը միշտ տհաճ մնալու է։ Այսինքն նույնիսկ եթե Գյուլբուդաղյանցը անաչառ որոշումներ է կայացնում, մյուս ակումբների համար սա նստվածք է թողնում, իրենց ֆուտբոլիստները իրենց կարծիքով անտեսված են։ Իսկ ես նկատում եմ զուտ խոսակցություններից խուսափելու համար երևի պետք է այս երևույթից կարևոր է։ Կարծում այո։ Ես հիմա չեմ քննարկում անձանց։ Գյուլբուդաղյանցը լինի, Ռաֆայել Նազարյանը լինի, ով ուզում է լինի։ Եթե մարզիչը համապատասխանում է եւ իր աշխատանքը լավ է տանում, զուտ խոսակցություններից խուսափելու համար արժե ասել չէ, դու չես կարող գլխավորել։ Այսպես հիպոթետիկ իրավիճակ ասեմ, ես լինեի որոշողը, ես լինեի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը, ես կխուսափեի այդպիսի երևույթից, որովհետեւ երիտասարդական հավաքականի ուղիղ պատասխանատուն կլինեի ես,
Իսկ ԲԿՄ-ի ուղիղ պատասխանատու ես չէի լինի, եթե ես լինեի նախագահ։ Իսկ այս պարագայում շահերի համընկնում կա երկու տեսանկյունից եւ ընտրությունը կատարվում է շատ բարձ ճանապարհով։ Ես կարծում եմ, բացման խոսքում էլ ասացի, ոչ մի մարզիչ իր թշնամին չէ։ Եթե ունենա ուժեղ ֆուտբոլիստի, կբերի եւ քաղցնի, որովհետեւ ինքը, այսպես կոպիտ ասած, այդ ֆուտբոլիստերին իր տանից չի բերել։ Այո, ԲԿՄ-ն ասում են երկրորդ տունն է այդ ֆուտբոլիստների։ Նախ ԲԿՄ-ն շուտով արդեն կլինի ոչ ֆուտբոլի ֆեդերացիային, այսպես ասենք, պաշտպանության նախարարության ենթակայության տակ կլինի եւ այդ ժամանակ արդեն կտեսնենք, եթե Գյուլբուդաղյանցը մնա, ուրեմն ֆուտբոլային հանրությունը գրեթե վստահ եմ, որ կփոխեն մարզչի։ Գրեթե վստահ ես։ Գրեթե վստահ։ Տեսնենք, ես կարծում եմ, որ որովհետև Արմեն Գյուլբուդաղյանցն է, այլ հենց այդ երևույթից խուսափելու համար, որպեսզի հիմա չսկսենք նորից ԲԿՄ-ով այդ դեպքում օրինակը բերել, որովհետև եթե պաշտպանության նախարարության թիմը լինի, այնտեղ ֆուտբոլիստները խաղալու են միայն իրենց ծառայությունը անցնելու ժամանակահատվածում այդ 2 տարվա ընթացքում։ Այսինքն ընտրությունը այդ դեպքում պայմանավորվածություն լինի, էլի 1-2 ֆուտբոլիստ, ինչպես հիմա է, լինեն, վստահ չեմ, այդպես վստահ չեն կարող ասել։ Դե պաշտպանության նախարարությունը եթե ղեկավարում է ակումբը, ինչու պետք է պահի, օրինակ 26-27 տարեկան ֆուտբոլիստի, որը ծառայության մեջ չէ։ Ճիշտ է այդ իրավիճակում, բայց նորից եմ ասում, վստահ չեմ։ Չէ որ ֆինանսավորելու է այդ ակումբը այդ ֆուտբոլիստին, ինչ որ իսկ նրան պետք չեն ֆուտբոլիստներ, ովքեր այդ ընթացքում չեն ծառայում բանակում։ Դա կլինի նորմալ ԲԿՄ, այն ինչի մասին ես խոսում եմ։ Դա արի մի բան քննարկենք։ Օրինակ, երբ ազգային հավաքականի հայտարարությունները հրապարակվեց մոտ 2 շաբաթ առաջ, Կարեն Ալբանդյանի անունը քննարկվեց շատ բուռն եւ մարզչին ասուլիսի ժամանակ տարբեր շրջանակներում քննարկումներ տեղի ունեցան, չէ՞, այսինքն ֆուտբոլիստ էր, որ արժանի էր, որը վաստակել էր իր տեղը ազգային հավաքականում գոնե մեկ հավաքի ընթացքում լինելուն, իսկ երիտասարդականի ոչ մի հավաքի ընթացքում ես անկեղծ չեմ լսել, որ այսպես մեկ ֆուտբոլիստի բարձրաձայնին, մեկ ֆուտբոլիստի անուն բարձրաձայնին, որ նա այստեղ արժանի է դեպ, այսքան խաղացել է, այսքան դա գիտես ինչ է գործադրել, որ հրավիրի, բայց դա նրանից է, որ երիտասարդական հավաքականը այդքան ուշադրության կենտրոնում չէ, այդքան քննարկելի չէ։ Շատ քիչ են մարդիկ, ովքեր հետևում են այդ երիտասարդ ֆուտբոլիստերին, դրա համար քչերն են բարձրաձայնում եւ նրանց ձայները լսելի չէ։ Հիմա մի փոքր փոխվել է ֆուտբոլը, կարծում եմ կհամաձայնես եւ 20-21 տարեկան այլևս չի համարվում երիտասարդ ֆուտբոլիստ, որովհետեւ երիտասարդան մեկնալով տարիքը գրեթե բոլոր թիմերի։ Դες ինչպես են նայում մարդիկ, որ եթե մենք պարտվում ենք Կիպրոսին, պարտվում ենք տանը, բաց ենք թողնում 5 գնդակ, ուրեմն այդ ընտրությունն էլ արդեն լավը չէ, էլ ում նայենք, ով որ չէր եկել եւ կարող էր գալ ու ինչ որ բան անել։ Դրա համար, չգիտեմ, ես ազգային հավաքականում էլ տես, հիմա ասացիր Կարեն Նալբանդյանի օրինակը։ Լիներ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նաև Վանի գլխավոր մարզիչը Կարեն Նալբանդյանը կլիներ ազգային հավաքականում։ Ես համաձայն եմ, բայց այստեղ կարևոր է այն, որ Վանի գլխավոր մարզչի ընտրությունը օբյեկտիվ կլիներ, որովհետև բոլորն էլ խոսում էին դրա մասին։ Իսկ Գյուլբուդաղյանցի որոշումները միգուցե սուբյեկտիվ են, բայց տեսնում ենք, որ օբյեկտիվում տեսանկյունից հիմա Կարեն Նալբանդյանը ուղիղ մրցակից էր ազգային հավաքական հրավիրված մի քանի ֆուտբոլիստի։ Այսինքն մոտավորապես, հա, բոլորը ասում են, որ մոտավորապես նրանք հավասարազոր ֆուտբոլիստներ են։ Բայց Նալբանդյանը չհրավիրվեց, մյուսները ասում, այդտեղ մարզիչն ասաց, որ այդպիսի դիրք չունի, 10 համարի դիրք չունի այս սխեմայում, դրա համար Կարեն Նալբանդյանին չտեսավ այս հավաքականը։ Իսկ եթե Լուկաս Սելարայանը գար, նրանից էլ էր հրաժարվել։ Չէ, տարբեր են։ Դե ինչ, Լուկասի համար 10 համարի դիրքում Լուկասի համար կգտներ նաև ձախ ֆինգերի, ձախ հարձակվականոցի։ Դե հիմա Լուկասը չկա, լավ չէ, որ նրա փոխարեն կա մի ֆուտբոլիստ, որը շատ հեռանկարային է, լավն է։ Մենք գրում ես չեմ ասում ինչու չի հրավիրել կամ ճիշտ արել կամ ճիշտ չի արել։ Ես ուղղակի ասում եմ, որ հանրությունը կարծում էր, որ Կարեն Նալբանդյանը պետք է հրավիրվեր։ Այդպես կկարծեր նաև Վահե Գևորգյանը, բայց երիտասարդականի դեպքում ես չեմ տեսել մի ֆուտբոլիստի անուն ոչ միտեղ գրված, ում մասին խոսել են, ասել են պետք է նա հրավիրվեր, նա արժանի էր, բայց չհրավիրվեց։ Դե ես նորից ասում, խորհուրդ եմ տալիս նույնիսկ շրջիր Հայաստանի ակումբներով։ Ես գիտեմ ինչ ես ասում, ես գիտեմ ինչի մասին ցուցակներ կտան ֆուտբոլիստերի, որոնք առնվազն չեն զիջում, յուրաքանչյուր ակումբի աշխատակից իր ֆուտբոլիստին ավելի բարձր է գնահատում ցանկացած այլ ակումբի։ Հենց ես դրա մասին խոսում եմ, բացառություն չէ նաև ԲԿՄ-ն իր գլխավոր մարզչով, որը իր ֆուտբոլիստերին տալիս է նախապատվություն։ Ես նույնիսկ կարծում եմ, որ եթե երկու հավասարազոր ֆուտբոլիստներ, նույնիսկ մեկը եթե մի փոքր ավելի լավն է, այստեղ նորմալ է, որ
ընտրությունը կանգնի։ Ինձ համար նորմալ չէ, հենց դա եմ ասում։ Եթե Գյուլբուդաղյանն է մարզիչը, որովհետև սովոր են այդ մարզչին։ Պատահական չէ, որ մարզիչների մեծամասնությունը չի սիրում, երբ իր թիմում իր որդին է օրինակ խաղում, որովհետև նրան կազմ դնելով խոսակցությունների առիթ է տալիս։ Ժամանակին Վարդան Բիչաղչյանը գնաց ռիսկի ու արդարացվեց ռիսկը։ Տարբերակներ կան այդպիսի, նաև տեսնենք մեր փորձագետները ինչ են կարծում, պետք է լինի նույն մարզիչը, ակումբում որևէ եւ հավաքական թե ոչ։ Արդարացված է, քանի որ մինչև 21-երի հավաքականի գլխավոր մարզիչը լավ է ճանաչում իր սաներին, ամենօրյա մարզումների, նրանց որակները լավ գիտի, նրանց հնարավորությունները լավ գիտի, նրանց բնավորությունը լավ գիտի եւ կարծում եմ, որ դա օգտակար կլինի իր աշխատանքի ժամանակ, որը նա կատարում է երիտասարդական հավաքականում։ Թե ինչու նա համաձայնվեց լինել թե երիտասարդականի եւ թե ԲԿՄ-ի մարզիչը, ինձ համար դեռևս անհասկանալի է, բայց որ ԲԿՄ-ն մրցունակ թիմ է Հայաստանի առաջնությունում, դրա մասին էլ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Միանշանակ կարծում եմ, եթե դու աշխատում ես ինչ-որ մեկի հետ, նրան ավելի շատ հնարավորություն կտաս։ ԲԿՄ-ի ստեղծումից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականում գերակշիռ մաս կազմում են հենց այդ ակումբի ֆուտբոլիստները, սակայն արդյունքների առումով տեսնում ենք, որ շատ վատ իրավիճակ է։ Կարծում նաև առաջանում է շահերի բախում, երբ մեկ մարզիչը գլխավորում է եւ ակումբը եւ հավաքականը, որովհետեւ հնարավոր է, որ նա կարող է նախապատվությունը տալ այն ֆուտբոլիստներին, որոնց հետ ամեն օր աշխատում է։ Ռաունդ 3. Արդյոք պետք է ընդմիշտ հրաժարվել այն ֆուտբոլիստներից, որոնք տարբեր պատճառներով հրաժարվում են խաղալ ազգային հավաքականում։ Տարբեր ժամանակներում Հայաստանի ազգային հավաքական գալ հրաժարվում են տարբեր ֆուտբոլիստներ ու բնականաբար տարբեր պատճառներով։ Սա աշխատանքային գործընթաց է, միայն մեր հավաքականում չէ, ամբողջ աշխարհում սա ընդունված երևույթ է, որովհետև պատճառները իսկապես տարբեր են լինում։ Կարծում եմ, որ եթե ֆուտբոլիստը ինչ-որ պատճառով հրաժարվում է տվյալ ժամանակահատվածում գալ ազգային հավաքականում մասնակցել հանդիպումների, պետք չէ նրանից ընդմիշտ հրաժարվել, որովհետև այդ պատճառը կարող է լինել հարգելի, իսկ եթե անհարգելի պատճառ է, իսկ եթե նա չի հարգել քո հավաքականը, քո երկիրը, սա արդեն այլ պատմություն է։ Հետևաբար կարծում եմ բոլորին պետք չէ չափել նույն չափորոշիչներով։ Այստեղ պետք է տարանջատում լինի, ում վերաբերվել ինչպես նաև կախված է շատ բան ֆուտբոլիստի արժանիքից, ինչ է նա ժամանակին արել մեր երկրի ու մեր ազգային հավաքականի համար։ Կարծում եմ, որ նրան ներելը շատ նորմալ երևույթ է։ Այո, տարբեր ժամանակներում տարբեր ֆուտբոլիստներ հրաժարվել են հագնել ազգային հավաքականի մարզաշապիկը եւ հենց այստեղ եմ ուզում շեշտադրում կատարել հագնել ազգային հավաքականի մարզաշապիկը։ Մի քանի օրինակներ կան վերջին շրջանում Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Սարգիս Ադամյան, Լուկաս Սելարայան, իհարկե վերջին շրջանում ամեն ինչ կոտրվեց կարելի ասել Լուկաս Սելարայանի գլխին, բայց ես չեմ ուզում, որ Լուկասի օրինակով շարժվենք։ Պետք է օրինակ վերցնել Սարգիս Ադամյանի կամ Բալեկյանի օրինակը։ Սարգիս Ադամյանը ուղղակի նշում է, որ չի ցանկանում այլևս խաղալ ազգային հավաքականում։ Այսպիսի դեպքերում ես կարծում եմ, որ ֆուտբոլիստը այլևս երբեք չպետք է հրավիրվի ազգային հավաքական, ուզում է նա դառնա ոսկե գնդակի դափնեկիր։ Երբ ֆուտբոլիստը հրաժարվում է, այստեղ մարզչական խնդիր չկար, որովհետև մարզիչը փոխվել էր։ Եթե ֆուտբոլիստը հրաժարվում է, ուրեմն մենք էլ պետք է հրաժարվենք իրենից։ Շատ հետաքրքիր միտք արտահայտեցիր, ես մի տեսակ կասկածում եմ, որ եթե ֆուտբոլիստը հրաժարվի խաղալ Հայաստանի հավաքականում, որովհետև նա չէր ստանում բավականաչափ խաղաժամանակ ու հետո 2-3 տարի հետո նա ոսկե գնդակ է ստանում, հանկարծ այդ երկրում գտնվի մեկը, որ ասի պետք չէ նրան հրավիրել, որովհետև ժամանակին հրաժարվել էր։ Ոսկե գնդակի դափնեկիր ունենալով քո ազգում չես կարող։ Եթե մենք ապրում ենք կետային իրականությունում, ուրեմն այո, պետք է հրավիրենք, բայց երբ մենք ունենք արժեքներ, իսկ հավաքականը ինչի մասին է, հենց կետային իրավիճակի մասին է, այսինքն ամեն հավաք առանձին մի պատմություն է, փոքրիկ պատմություն է։ Ես չգիտեմ, մի փոքր այլ ձև եմ մտածում, հավաքականի պատիվը ինձ համար վեր է ամեն ինչից։ Դե մենք հիմա կարող ենք գումար չեն աշխատում, այստեղ բիզնես չկա։ Բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը, բոլորս էլ հայրենասեր ենք ու պատրաստ ենք դրոշի համար ամեն ինչ անել, բայց սա պաթոսի ժամանակը չէ, սա ֆուտբոլը հաշվարկ է։ Այդ թվում ազգային հավաքականի խաղերը։
Հաշվարկը պետք է անել տվյալ ժամանակահատվածում, որ ֆուտբոլիստն է ավելի լավ վիճակում։ Բալեկյանի եւ Ադամյանի օրինակները տարբերվում են։ Ադամյանը ինքը հրաժարվեց, այո, հրաժարվեց ունենալով մարզչի հետ կոնֆլիկտ։ Հետո ոչ էլ ցանկացավ հաջորդ մարզչի հետ քննարկել իր ապագան։ Այս դեպքում հասկանալի է, չի ուզում, չեն հրավիրի։ Իսկ Բալեկյանը այլ պատմություն է, որովհետեւ Բալեկյանը շատ երկար ճանապարհ էր ամեն անգամ անցնում, խաղում էր մի քանի րոպե, դա նրան չէր բավականացնում։ Հիմա միգուցե մտածեց, որ ես ուրեմն արժանի չեմ այդ հավաքականին կամ սկսեցին հետո չհրավիրել, ինչ անի։ Ես համաձայն չեմ, Բալեկյանը դեռ այն տարիքում չէ, որ կարելի է նրան մոռանալ, բայց վերջին անգամ որ նրան զանգահարել են, ես չէ ուրիշ տեղ եմ տանում խոսակցությունը, որ վերջին անգամ նրան զանգահարել են, նա նախ ուշ է արձագանքել, հետո ի վերջո տեսանք, որ կարծես թե նրա պլաններում չկա Հայաստան գալը, բայց երբ գալիս էր նա խաղում էր, ֆուտբոլ էր խաղում։ Խաղա ժամանակ ստանում էր, ոչ թե մի քանի րոպե էր դուրս գալիս փոխարինման։ Ինքը այլ բան է կարծում եւ այլ բան է ասում։ Թվերը իս թվում է ճշգրիտ գիտության մասին են եւ եթե նայենք Բալեկյանի այլ հարց է, որ եթե Բալեկյանը կարծում է, որ նա միանշանակ ուժեղագույն հայ հարձակվողն է այս պահին եւ նա պետք է լինի մեկնարկային կազմում, այո, ես նրա հետ կվիճեմ իհարկե եւ կասեմ, որ պետք է սպասել այդ շանսին, բայց վիճա սիրոք այս պահին։ Իհարկե Ես կարծում ես հիմա նա ուժեղագույն հարձակվողն է։ Շատ ցավով պետք է նշեմ, բայց իհարկե Բալեկյանը 9 համարի ֆուտբոլիստ չէ, բայց այդտեղ խաղալու փորձ ունի եւ երևի թե այո, այս բանին այո, որքան էլ ցավալի է։ Երևի մենք այդքան ճիշտ տեխնացիան վրա հիմա չենք հենվել եւ շարունակում խոսակցությունը, որովհետեւ ոչ Բալեկյանն է վերջնականապես հրաժարվել մեր հավաքական խաղից, ոչ էլ մենք նրանից հրաժարվել։ Ավելի լավ է խոսել այն ֆուտբոլիստի մասին, Ադամյանի պես, որոնք չեն ցանկանում այլևս։ Լուկաս Սելարայանի թեման, այո, այդ բոցը դարձավ, որից այս չթաքցնենք եւ մեր թեման ծնվեց եւ խոսակցություններ են շատ լինում։ Լուկաս Սելարայանը ունի այն աստիճան հարգելի պատճառ, ինչ որ բանից հրաժարվելու, որ ես նույնիսկ հիմա ինձ հնարավոր է թույլ չտամ նրան քննադատել, որովհետեւ երբ խոսքը գնում է երեխայի առողջության մասին, այստեղ նա պարզապես կարող է ֆուտբոլից հրաժարվել եւ ապրել իր։ Դրա համար նա Սաուդյան Արաբիայից ամեն ինչ թողեց, լավ պայմանագիրը թողեց, լավ առողջությունը թողեց եւ գնաց Արգենտինա։ Գնաց տուն, ավելի ճիշտ կլինի ասել։ Եվ դա կարծում եմ ապացուցում է այն, որ նա ցանկացավ այդ պահին ավելի շատ լինել ընտանիքի կողքին։ Եվ մարդ չէ այն միտքը, որ նա ասաց Լուկասը նախընտրել է գնալ հանգստի, ես չգիտեմ անկեղծ ասած դրանց խոսակցության մանրամասները, բայց կարծում եմ դա ամբողջ խոսակցությունից կտրված ինչ որ բառակապակցություն է կամ նախադասություն։ Ինչ ենթատեքստ ունի այդ հանգիստը, ոչ ոք չցանկացավ խորանալ, որ այդ երեխային պետք է օրինակ, չգիտեմ։ Հիմա շատ չմանրան եւ այլն, այո, եւ հիմա միգուցե այնքան ծանր շրջան է ունեցել նա այս 3-4 ամիսների ընթացքում, որ նրան իրոք հանգիստ էր պետք։ Սրանք ընկերական խաղեր էին։ Լուկասն այն ֆուտբոլիստը չէ, ում պետք է գործի մեջ տեսնել, եթե ուզում ես կարող ես։ Ու սա հենց այն դեպքն է, որ ես կարծում եմ պետք չէ հրաժարվել ընդմիշտ այսպիսի ֆուտբոլիստներից, որովհետև Լուկաս Սելարայանը ապացուցեց, որ այդ որակի ֆուտբոլիստը մենք շատ քիչ ունենք մեր հավաքականում, եթե ամբողջ պատմություն անկախ Հայաստանի նայենք, նա կարծում եմ տասնյակում կլինի առնվազն իր դիրքի խաղացողների եւ Լուկաս Սելարյանից հրաժարվել, որովհետեւ այսպիսի պատճառ կա, դա խելամիտ չէ, այսինքն պետք է սպասել, հասկանալ ֆուտբոլիստին, նրա հետ զրուցել, ասել, որ ոչ մի խնդիր չկա, կսպասենք այնքան ինչքան դու կցանկանաս, եթե այլևս չես ցանկանա, մեզ տեղեկացրու, որ մենք հաշվարկներ չանենք, բայց նրան էլի հրավիրել պետք է ազգային հավաքական։ Վերադառնանք Սարգիս Ադամյանի թեմային, երբ այսպես ընկել էինք երազանքների գիրկը, ոսկե գնդակ եւ այլն, օրինակ վերցնենք, եթե Հայաստանի հավաքականը լուրջ հաջողության է հասնում, օրինակ Եվրոպայի կամ աշխարհարարության եզրափակիչ փուլ է դուրս գալիս եւ Ադամյանն էլ շատ լավ ֆուտբոլ է խաղում եւ ուզում է գալ հավաքական, մենք նրան պետք է ընդունենք թե ոչ։ Կախված է նրանից, որքան շատ լավ ֆուտբոլ է նա խաղում։ Արժանի է հավաքականում խաղալու։ Դե եթե իր դիրքում լավագույն 2-3-ից մեկն է Հայաստանում, ինչու ոչ։ Հա, հիմա կասեք նա չօգնեց թիմին, երբ ծանր վիճակում էր, չօգնեց դուրս գալ այդ եզրափակիչ փուլ, հիմա գայթակղիչ պտուղ է տեսել եզրափակիչ փուլ եւ գալիս է։ Ոչ միայն չօգնեց, այլև ինչ որ բայ ասաց ես չեմ ուզում գալ։ Ախր մոտեցման խնդիր է այստեղ։ Եթե ֆուտբոլիստ այդպես է եղել նման դեպքեր։
Համաշխարհային Լիոնել Մեսին էլ ժամանակին հայտարարեց, որ այլևս չեմ խաղալու ազգային հավաքականում։ Որովհետև նա հոգնել էր պարտություններից եւ անդադ ես ասում եմ, ես պարտություն ես սպառնալիքներից ընտանիքի հասցեի, շատ բաներից էր հոգնել եւ բայց հետո ինչ, հետո ասացին, որ այ դու հրաժարեցիր, մենք քեզ այլևս չենք կանչել։ Դրա համար կախված է ֆուտբոլիստի կարգավիճակից։ Հիմա կասես նա Մեսին է, նա Մեսին այնքան բաներ արել Արգենտինայի հավաքականի համար կամ ընդհանրապես արգենտինական ֆուտբոլի համար, Սարգիս Ադամյանն ինչ է արել հայկական ֆուտբոլի համար։ Ես ասում եմ, եթե հանկարծ ինչ-որ հրաշքով նա այդ պահին ֆենոմենալ ֆուտբոլ խաղա եւ մենք եզրափակիչ փուլում ունենանք այդպիսի ֆուտբոլիստի կարիք, ամոթ չէ եւ նորմալ է նրան նորից հրավիրել հավաքական։ Ես կարծում եմ դա միայն մեկ դեպքում կլինի, որ ֆուտբոլիստը ասի ես, չգիտեմ, հայտարարություն անի եւ ասի ես ոչ ճիշտ եւ չեմ ուզում ուրիշ բառերով ասել, շատ սխալ որոշում եմ ժամանակին կայացրել, ներողություն եմ խնդրում։ Եթե նա զղջա, կարծում եմ ամոթ չէ, շատ նորմալ կլինի, որ ասում եմ ազգային հավաքականը պետք է հրավիրի տվյալ պահին ուժեղագույն ֆուտբոլիստների։ Մեկը այս պահին վատն է, վատառողջ է կամ ինչ որ պատճառով հրաժարվում է գալ, չի նշանակում, որ 2 տարի հետո նա չի կարող այդ հավաքականում լինել։ Լսենք փորձագետներին։ Դե մարզիչը պետք է որոշի, փորձի նրանց հետ եւս մի անգամ զրույց ունենալ, բայց կարծում եմ այն ֆուտբոլիստները, կոնկրետ եթե խոսքը գնում է Զելարյանի, Բալեկյանի եւ Ադամյանի մասին, եթե նրանք ցանկություն չունեն, մեծ ցանկություն չունեն գալ Հայաստանի ազգային հավաքական, նրանց կարծում եմ պետք չի հրավիրել։ Պետք է գան այն ֆուտբոլիստները, ովքեր որ մեծ ցանկություն ունեն խաղալու ազգային հավաքականում։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում պետք է խաղան այն ֆուտբոլիստները, ովքեր նվիրված են ազգային թիմին, անկախ նրանից, նրանք ծնունդով Հայաստանից են, Ռուսաստանից են, չգիտեմ, Լատինական Ամերիկայի որևէ երկրներից։ Եթե նրանք չեն ուզում գալ սեփական հանգստի հաշվին եւ խաղալ ազգային հավաքականում, խնդրում եմ, մի եկեք այլևս հավաքական։ Գուցե ասածս կտրուկ է, գուցե ասածս ինչ որ միտեղ անընդունելի է, բայց ֆուտբոլիստը ով չի ուզում գալ եւ նվիրվել ազգային հավաքականին թեկուզ ընկերական խաղերի համար, անելիք չունի հավաքականում։ Հայաստանի հավաքականում խաղալու գլխավոր հարցը պետք է լինի ցանկություն։ Եթե ֆուտբոլիստը չունի ցանկություն, նրան հրավիրելը ավելորդ է, բայց նույն օրինակ Սելարյանը կամ Հրանտ Լեոն Ռանոսը նրանց քննադատում են, բայց ով է մեղավոր, որ Հայաստանում նրանց խաղամակարդակի ֆուտբոլիստներ մենք չունենք։ Ոչ մի մարզիչ չի ցանկանա հրավիրել մի ֆուտբոլիստի թիմ, որը ինչ որ նախապայմաններ է ներկայացնում, բայց եթե դու չունես նրանց խաղամակարդակին մոտ այլ ֆուտբոլիստներ, արդեն ստիպված ես փոխզիջումների գնալ։ Նոային եւ հայկական այն թիմերին, որոնք մասնակցելու են Եվրագավաթային խաղարկությանը, միայն հաջողություն ենք մաղթում։ Սա այս եթերաշրջանում էր նախավերջին հաղորդումներ, իսկ վերջին հաղորդման ընթացքում մենք կքննարկենք մեր ակումբների հնարավորությունները Եվրագավաթում, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։ Հաջողություն։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner,